նոր սարդարապաշտություն եւ մեզնի ջուրականությունը պարտավոր Բարի երեկո, Tribune հարթակի եթերում կարճ միացում հաղորդաշարն է։ Ձեզ ենք ներկայացնում անցնող շաբաթվա ամենաշատ քննարկվող իրադարձությունները։ Գնացինք։ Այսօր մեր հյուրն է ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը։ Ողջույն, շնորհակալ եմ մեր հավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Մեր հաղորդաշարը իրականում անցնող շաբաթվա մասին ամփոփում է, ինչպիսի լրահոս եւ ինչպիսի հետաքրքիր իրադարձություններ են եղել ընդհանրապես ամբողջ շաբաթվա ընթացքում։ Ճիշտն ասած, 3 երեկոյան եղավ թեպետ ուրիշ ձևերով հարցազրույցը սկսել, բայց դարի գողություն վերնագրով այսպիսի մի տարօրինակ հաղորդագրություն կարդացինք, որ ԹԿ-ից գողացել են իրեղեն ապացույց ճանաչված 590,000 ԱՄՆ դոլար եւ շատ տարատեսակ ու անհասկանալի մեկնաբանություններ են տալիս ոնց ստացվեց, ինչի է անծանոթը մտավ, ոնց ուներ այդ փաստաթուղթը, ինչ որ մեկի անունն է տվել, որին ձերբակալել, ինչ որ պետի տեղակալի անուն է տվել, բայց սա այն պատկերն է, որ իրականում այն փոքրիկ պատկերն է մոդելը, որ ունենք մեր երկրում, այդ բարձի թողի վիճակը, իրականում սա դարի ամոթ կարելի է նաև վերնագրել, ինչի մասին է խոսում այս վիճակը եւ ինչպես ընդհանրապես առհասարակ մենք կարող ենք խոսել երկրի անվտանգության մասին, եթե անգամ իրավապահ մարմնում այսպիսի զավեշտալի դեպք է տեղի ունենում գրանցվում։ Հասկանալի է հարցը, իրոք շատ արտառոտ բան է տեղի ունեցել, եթե դիտարկում ես միայն այդ իրավիճակը, այսինքն որ ՔԿ-ից կարողացել են գումար, այն էլ չհրկիզվող պահարանում պահվող, այն էլ 6-րդ հարկում գտնվող, բնականաբար այդտեղ ներսից մարդիկ են շահագրգռված, այլ կերպ լինել չի կարող, բայց երբ որ ընդհանուր նայում եք երկրի վիճակը վերջին 7 տարիներին, սա շատ օրինաչափ է։ Այն իներցիան, որով երկիրը շարունակում էր իր նորմալ գոյությունը, դեռևս նախորդ իշխանության ժամանակ դրված համակարգի ազդեցությունն էր։ Հիմա 7 տարիների ընթացքում թափանիվը կարծես դանդաղել է եւ այն բոլոր վայրագությունները, որոնք տեղի են ունենում բացարձակ բոլոր ոլորտներում, տալիս են իրենց պտուղները։ Ես շատ տարօրինակ բան կասեմ, գուցե մեզ լսողները ինձ մի քիչ մեղադրեն, բայց ինչու պետք է դա չլիներ։ Եթե 590,000 դոլար դրված է չհրկիզվող պահարանում եւ ծառայողները, քաղաքացիները տեսնում են, թե ինչպիսի թալան է տեղի ունենում ամենաբարձր օղակներում, ինչու պետք է նրանք չօգտվեն այդ թալանից։ Ինչն է նորմալ, որ դա նորմալ լինի։ Ես կարդացի, որ մեղադրվողը մի քննիչ է, ով տարել է ձերբակալման Կարեն Հակոբյանին, գիտեք, բնձամոլիբդենային Զանգեզուրի հայտնի դեպքերով բացարձակ անմեղ մարդ, ում ես անձամբ ճանաչում եմ, ազնվագույն գործարար, որը մինչ օրս տնային կալանքի տակ է գտնվում, տեսեք, դա ինչ է մեզ հուշում։ Մեզ հուշում է, որ քննիչը, որը դիմել է այդ քայլին, համակարգի անդամ է։ Իսկ եթե համակարգի անդամ է, ինչու պետք է չօգտվի։ Երբ որ ընդհանուր համակարգային եք նայում, որևէ զարմանալի բան չկա եւ մենք մի ամբողջ ծաղկուն երկիր կորցրեցինք 590,000 դոլարը ինչ է որ հիմա դրել ենք ասում ենք դարի ամոթ։ Դարի ամոթը 2022 թվականին Պրագայի հայտարարությունն էր, այ դա էր դարի ամոթը, երբ ամբողջ կյանքում մենք մտածել ենք, որ Արցախը պետք է պաշտպանենք թուրքերից, պարզվեց, որ պետք է պաշտպանենք հայերից։ Սահուն գնանք այդ ֆրաստիկ դարի ամոթը Պրահաներ, Լավրովի վերջին այցին իրականում, որ էլի հնչեցվեց հարց լրագրողների կողմից Արցախի վերաբերյալ, որ Արցախը հանձնել են ռուսները, Ռուսաստանը, բնականաբար Լավրովը արդարանալու այսպիսի միտումով չասեց, բայց էլի կրկնեց այդ դիվանագիտական խոսքերը, որ դուք եք արել, ինչ եղել է Պրահայում է տեղի ունեցել իրականում, ու հետո Սերժ Սարգսյանի հարցազրույցներից մեկում վերջին լրագրողի տված էլի հարցին, որ պատասխանեց, ասաց ճիշտ է ասել Լավրովը, որովհետև իրականում եռակողմ էին բանակցությունները, հետո ինչ որ դեմարդեն պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, ուստի արդեն երրորդ կողմը որևէ պատասխանատվություն դրա համար չի կրում։ Ինչ կասեք սրա մասին։ Տեսեք,
Բնականաբար Լավրովը պետք է ասի այն ինչ պետք է ասի, եւ մենք որևէ պահի չպիտի մոռանանք, որ Լավրովը այլ պետության արտաքին գործերի նախարար է եւ Ռուսաստանի կարմիր գծերը որևէ կերպ չպիտի լինեն նաեւ մեր կարմիր գծերը։ Ընդհանրապես մեր դիվանագիտության եւ մեր հասարակության մոտեցման սխալը կայանում է հենց դրանում։ Մենք միշտ սպասում ենք, որ Ռուսաստանը մեր փոխարեն պետք է ինչ-որ գործեր անի։ Ամերիկան մեր փոխարեն ինչ-որ այլ մոլորակայիններ, բոլորը մեզանից բացի։ Եվ մենք միշտ վստահ ենք, որ այս կամ այն պետության կարմիր գծերը հենց մեր կարմիր գծերն են։ Ոչ, ամեն պետություն ունի իր շահը եւ առաջ է տանում իր շահը։ Իրականում խնդիրը շատ ավելի վաղ սկսվեց, երբ որ գնաց արդեն ուղիղ բանակցությունների Նիկոլ Փաշինյանը, հիշում եք Դուշանբեի վերելակից հետո ինչ որ կապ հաստատվեց նրանց մեջ, որը սահուն կերպով եկավ հասավ նրան, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դարձավ շրջադարձային։ Ես բացատրեմ ինչու։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի սկսվելու օրը հայտարարեց մոբիլիզացիա Հայաստանում, դա արդեն նշանակում էր, որ պարտության փաստաթուղթը ինքը պետք է ստորագրի, այսինքն մենք մտանք պատերազմի մեջ։ Իսկ ինքը ինչ ստորագրեց։ Ստորագրեց մեր 30 տարիների բանակցության տրամաբանության ամբողջական շեղումը, այսինքն կային նախադասություն, չէ, Հայաստանը վերադարձնում է Ադրբեջանին։ Ինչպես այնտեղ էր գրված Աղդամը, չէ, բոլոր շրջանները նշվում էր ժամանակացույցով, այսինքն տեսեք ինչ է տեղի ունենում։ Եթե Հայաստանն է վերադարձնում Ադրբեջանին, ուրեմն Հայաստանն է տիրապետում այդ հողերին, այսինքն Հայաստանը օկուպանտ է, այսինքն կոնֆլիկտը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային է, այնինչ միշտ տարել է առաջ Ադրբեջանը։ Եվ ես հեռու եմ այն մտքից, որ նա չի հասկացել ինչ է ստորագրում։ Ես հեռու եմ այն մտքից, որ նա բանակցային գործընթացին ծանոթացել է Ալիևի խոսքերով, հա, ինչպես ինքն էր նշում։ Այս ամեն ինչը այն հնարքներն ու մանիպուլյացիաներն են, որը պետք էր կերակրել մեր ժողովրդին, որպեսզի հասկանալի լիներ, ինչու մենք ստորագրեցինք նոյեմբերի 9-ը, ինչու եղավ 22 թվականի Պրագան, ինչու եղավ 23 թվականի հայաթափումը եւ ինչու է հիմա տեղի ունենում այս դիվանագիտական խայտառակությունը, որը տեղի ունենում մեր երկրի հետ։ Այո, իհարկե Լավրովը ճիշտ էր ասում եւ պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել, եթե քո երկրի ղեկավարը, ես բազմիցս իմ եվրոպացի գործընկերներին ուղղած նամակներում, երբ խնդրել եմ այս կամ այն հարցը բարձրացնել եվրոպական բարձր ամբիոններում, բազմիցս ստացել եմ այդ պատասխանը, որ ձեր երկրի ղեկավարը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում։ Հենց մենք ենք ճանաչել։ Ինչպես կարող եմ ավելի շատ պաշտպանել Արցախը, քան ձեր երկրի ղեկավարը։ Ձեզ Լավրովը այս պահին, քան որ կարծեմ 3 տարի առաջ էր եղել նաև Հայաստանում, Երևանում, ինչ ուղերձներ էր բերել իր հետ առհասարակ տարածաշրջանի համար եւ մեզ համար, որովհետեւ միևնույն ժամանակ գիտենք, որ նաև Իրանի պաշտպանության նախարարներ, այսպես զուգադիպություններ հաստատ չեն լինում, մանավանդ այդպիսի բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունների դեպքում։ Ինչ մեսիջներ էր բերել Լավրովը մեզ համար կոնկրետ։ Իմ վերլուծությունները մի քիչ ֆանտաստիկայի ժանրից են, բայց հավատացեք իրական են, որովհետև շատ ժամանակ ես կցանկանայի սխալված լինել, բայց ժամանակը ապացուցել է, որ այդքան էլ ապրում ենք ֆանտաստիկայի մեջ։ Լավրովը եկել էր Հայաստանը պաշտպանելու Հայաստանի իշխանություններից։ Այսինքն Լավրովը եկել էր ցույց տալու, որ Ադրբեջանի հետ պայմանավորվածությունները եւ Ադրբեջանին տված խոստումները անհնար է կատարել առանց հաշվի նստելու մեծ պետությունների շահերի հետ, նույն Ռուսաստանի, նույն Իրանի, նույն Արևմուտքի, մենք չմոռանանք, հա, Մարկ Ռուբիոյի հայտարարությունները, իսկ նրանք շատ լուրջ վերլուծական կենտրոններ ունեն եւ եթե հայտարարում են, որ հնարավոր է Ադրբեջանի կողմից ագրեսիա մեր հանդեպ եւ նրանք փորձելու են կանխել պատերազմը, հավատացեք նրանք շատ ավելի շատ գիտեն, քան ասում են։ Եվ Լավրովի այցը որևէ կերպ պատահական չէ, Լավրովի այցը ուղղակի ոչ միայն մեզ էր ուղերձ, նաև Ադրբեջանին եւ մեծապես Թուրքիային էր ուղերձ, որ մենք տարածաշրջանում ունենք մեր հետաքրքրությունները, որ տարածաշրջանում կարգավորումները որևէ կերպ չեն լինելու երկու երկրների միջև անմիջական պայմանավորվածությամբ, այլ պետք է հաշվի նստել, կրկնում եմ, գերտերությունների շահերի հետ։ Ինչու է սա արվում, որովհետև մենք չկարողացանք անենք այն, ինչ պարտավոր էինք անել, որովհետև պարտվածի հետ բանակցությունները չեն լինում
լինում հավասարի։ Եթե Ալիևի հետ բանակցությունների գնում է մարդ, ով բազմիցս ծաղրի է արժանացել այդ երկրի ղեկավարի կողմից, ցավով եմ ասում, որովհետև միջազգային ասպարեզում ոչ ոք չի խորանում, թե հասարակությունը ինչպես է վերաբերում Նիկոլ Փաշինյանին, նա Հայաստանն է ներկայացնում։ Եվ եթե այդ բանակցություններում գնում է մարդ, ում մասին ծաղրական երգ են հորինել, ում անվանել են հարբած ծաղրածու, ում հանդեպ էլ մատ են թափ տվել, էլ բռունցք են թափ տվել, այնքան են անարգել նրան, որ անգամ պարտությունից հետո Ալիևը հայտարարել է, որ ես Փաշինյանին չեմ հաղթել, ես Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին եմ։ Դուք հասկանում եք սա ինչ խայտարակություն է։ Եվ այդ մարդը կարող է ինչ-որ պահանջներ դնել, իհարկե ոչ։ Լավրովի այցը նշանակում էր, որ պահանջներ դնողներ այնուամենայնիվ կան։ Ես սա նաև կապում եմ Ամերիկայում տեղի ունեցող իրադարձությունների հետ եւ այդ կողմից հայտարարությունների հետ, այստեղ շատ բալանսավորված հասկացվում է, որ տարածաշրջանում Նիկոլը չի որոշում, թե ինչ պետք է լինի։ Այն շրջանառվող լուրերը, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապայմաններից մեկն էր, արդեն Գյումրում ռուսական ռազմաբազայի դուրսբերումն է Հայաստանից, դա կարող է իրականությանը համապատասխանել այս պահի դրությամբ։ Բնականաբար նրանք նման պայմանի կողմնակից կլինեն ավելի շատ Թուրքիան, քան Ադրբեջանը, եւ բնականաբար խաղաղության պայմանագիրը ինչքան ձգձգվի չստորագրելը, այդքան ավելի պահանջները շատ կլինեն։ Ես ընդհանրապես ունեմ համոզմունք, որ Ադրբեջանին պետք չէ ստորագրել այդ փաստաթուղթը, որտեղ եթե դու մի բան ստանում ես առանց որևէ փաստաթղթի, դու ինչու ես քեզ կաշկանդում ինչ որ շրջանակներով եւ ինքդ քո դիմաց փակում։ Դեռ շատանալու են այդ ցանկությունները, համեղ անվանենք, բայց բնականաբար դրան հետևելու է ատոմակայանի հարցը, դրան հետևելու է վերաբնակեցումը ադրբեջանցիների, շատ տխուր իրադարձություններ են մեզ սպասում, եթե մենք չկարողանանք կանգնեցնել այս սարսափելի թափանիվը, որը գնալով ավելի ու ավելի է արագանում։ Տեսեք, Սյունիքի շուրջ օղակը սեղմում է միանշանակ, ամեն օր շատ են հաճախակյացել արդեն այդ գիշերային կրակոցները, արդեն նույնիսկ ցերեկային ժամերի կրակոցները, ավելորդ է արդեն երևի խոսել ինչի մասին է դա խոսում, բնականաբար ոչ միայն ոչ թե խաղաղության մասին, այլ պատերազմի ու կոնկրետ գործողությունների, բայց տվյալ դեպքում նաև մենք ականատես եղանք արդեն մեր հարևանի Իրանի եւ Ադրբեջանի համատեղ զորավարժություններին, դրանք ինչ մեսիջ էին պարունակում իրենց մեջ, որովհետեւ դրանից առաջ էլ մենք էինք արդեն ունեցել այդ նույն զորավարժանքները, կարծեմ հատուկ ջոկատայինների խմբերով, բայց յուրաքանչյուրը իր սահմանում։ Այս անգամ դա տեղի ունեցավ Ադրբեջանի տարածքում, ճիշտ ասած, ու ինչա դա տալու էլի մեզ, ինչ տակտիկական բաներ որոշեցին այդ պահին արդեն Իրանն ու Ադրբեջանը։ Տեսեք, Իրանը շատ լուրջ եւ բավականին ուժեղ պետություն է։ Իրանը բավականին լուրջ ջանքեր է գործադրում սեփական անվտանգության պահպանմանը եւ սեփական ազդեցության պահպանմանը եւ որևէ պարագայում Իրանի պես երկրի համար պետք չէ լինել, ասենք Հայաստանի հովանավոր կամ Հայաստանի փոխարեն որոշումներ կայացնող կամ Հայաստանի խաղապան։ Բնականաբար Իրանը ունի իր բալանսավորված քաղաքականության եւ առավել եւս անվտանգության ոլորտում բալանս պահելու անհրաժեշտությունը, ինչը եւ արտահայտվում է բնականաբար զորավարժություններով։ Դա մեկ։ Երկրորդը չմոռանանք, որ Իրանի եւ Ադրբեջանի սահմանը շնորհիվ Արցախի գրավման Ադրբեջանի կողմից շատ ավելի խոցելի է դարձել եւ բնականաբար Իրանի համար առաջնահերթ խնդիրներից նաեւ Ադրբեջանի հետ դիվանագիտական եւ այլ գործընկերային հարաբերություններ պահպանելն է։ Այստեղ վերադառնում ենք մեր խոսակցության սկզբին հնչած այդ մտքին, որ մենք մտածում ենք, որ մեր փոխարեն պետք է ինչ-որ մարդիկ որոշումներ կայացնեն։ Չի, այդպես չի լինելու։ Իրանը երևի 2-3 կողմով մեր կողմը կլինի, 1-2 կողմով մեզ դեմ կլինի։ Եվ դա է եղել ժամանակին կոմպլեմենտար քաղաքականության այն բացառիկությունը Հայաստանի, հա, Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանում, որ այդքան մենք խոսում էինք այդ մասին եւ ոչ չեմ ասի ծաղրի, բայց այդքան էլ ուշ չէին վերաբերվում, որ Հայաստանը կարողացել է լինել օրինակ
արևմտյան եւ ռուսական ուժերի միջև բալանսավորված քաղաքականություն վարելու եւ միջազգային հեղինակություն ունենալու հարցում։ Հիմա այդ բալանսավորված քաղաքականությունը մենք տեսնում ենք մեր հարևան երկրներում եւ այնպիսի զարմանք ենք ապրում, կարծես մենք այդպիսինը չենք եղել։ Ցավոք մենք այսօր կորցրել ենք շատ ավելի շատ բան, քան մենք տեսնում ենք։ Դա միջազգային հեղինակությունն է։ Մենք քաղաքական աշխարհում դարձել ենք սուբյեկտ։ Մեր մասին են խոսում, մեր հետ չեն խոսում։ Եվ սա այն ողբերգություններից մեկն է, որը պատել է մեզ, եւ սա է պատճառը, որ մեր մասին որոշումները կայացվում են ինչ որ փակ դռների հետևում առանց հաշվի առնելու մեր կարծիքը։ Այդտեղ բերեց հասցրեց մեզ Նիկոլ Փաշինյանի զրոյից սկսած քաղաքականությունը։ Զրոյից սկսած քաղաքականությունը նաև այն ժանրից է, որ արդեն բանակի կազմաքանդումը մի այլ կարգի շարունակվում է, գեներալների պատվազրկումը, կրակելու հրամաններ են նախկինում ու նաև հիմա իհարկե իբրև sense խաղաղության դրոշակակիր ենք դարձել, բայց որքան կարելի է հանդուրժել այս նվաստացուցիչ վիճակը ըստ։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը ինքը իրենից չի որոշում այդ հրամանները, որ տալիս է։ Նրան դա պարտադրում են։ Եվ նա պետք է իր մեջ ունենա 1-2% առաքինություն, որ կարողանա հետ կանգնել երկիրը վերջնական կործանման տանելուց։ Եթե դա նրա անձնական անվտանգության երաշխիքներն են, եթե դա նրա անձնական, չգիտեմ, կյանքի վտանգն է, որի համար նա հետ չի կանգնում, ցանկացած դեպքում կարելի է գտնել ելքեր, բայց եթե նա այս ամենը իր սրտի ուզած վարած քաղաքականությունն է, որ մենք գնում ենք վերջնական կործանման, եւ հավատացեք այդ կործանումը չի լինելու թուրքացում, չի լինելու ռուսացում, չի լինելու կարող եմ մենք շարունակենք պահպանել մեր զինանշանը, դրոշը, գուցե ձևափոխված, գուցե ինչ-որ այլ պատկերներով, ունենանք ինչ-որ մի օրհներգ, գուցե ինչ-որ մեկի կողմից հեղինակած, ովքեր տենչում են, չէ, փոխել մեր օրհներգը, ամեն ինչ են տենչում փոխել, բայց այ հեղինակությունը, որը ամենակարևորն է միջազգային հանրության լիիրավ անդամ լինելու, դա մենք կորցնում ենք եւ դա մենք զգում ենք մեր սովորական կյանքում ամեն օր։ Մենք բոլորս շատ ժամանակ դրսում ենք լինում եւ օտարազգիների հետ, արտասահմանցիների հետ խոսում ենք ինչ-որ տարբեր թեմաներով։ Ես սկսել եմ նկատել, որ վերջի շրջանում ամոթ է ասել, որ հայ ես։ Երբ որ դու ասում ես, որ հայ ես, անպայման խոսում ես Լևոն Արոնյանից, անպայման խոսում ես Հենրիխ Մխիթարյանից, հա, դու փորձում ես քեզ կապել հաղթողների ազգին։ Դու փորձում ես ապացուցել դրսում, որ դու Նիկոլ Փաշինյանի հետ կապ չունես։ Այդ ամոթը, որ այսօր ապրում է հայ ազգը, մեր հանդեպ վերաբերմունքը դարձել է համապատասխան եւ դա էլ է բնական։ Դա էլ է բնական։ Պարտվածներին չեն սիրում, բայց պարտվել կարելի է արժանապատվորեն։ Եթե մի պահ ընդունենք, որ պատերազմը պարտվել ենք, այլ ոչ թե դա էլ էր ծրագրած դավադրություն, այդտեղից էլ կարելի էր դուրս գալ պատվով։ Մենք ինչ ենք անում, մինչ օրս շարունակվում է պատերազմը։ Տեսեք, դուք ասում եք շարունակում են կրակել եւ շարունակելու են, քանի դեռ Հայաստանի իշխանությունները լուրջ դեմքով ասում են, որ Հայաստանի ուղությամբ չեն կրակում։ Երևի, չգիտեմ, Վրաստան են կրակում, տեղը չգիտեն։ Քանի դեռ իշխանավորների կողմից կա հրաման պատասխան կրակ չբացելու, այսպես է լինելու։ Ես հիշում եմ ժամանակները, երբ ես էլ եմ այցելել առաջնագիծ, ես էլ եմ տեսել առաջնագիծը շատ ավելի այլ տեղ էր, քան այսօր է, մենք շատ ավելի ամուր էինք, քան այսօր է, կար չգրված օրենք իրենց կրակածին պետք է պատասխանել ավելի մեծ թափով, որ մտքներով չանցնի առաջ անցնել։ Այդ ամեն ինչը ինքնուրույն չի եղել։ Այդ ամեն ինչը պետական քաղաքականության, ռազմավարության մշակման արդյունքում իրականացված կյանք է եղել, որը մենք չենք նկատել։ Ցավոք չենք նկատել։ Եթե հակված լինենք նույն այդ շեշտեցիք դավադրապաշտական տեսություններին, անցում անենք հիմա Դարի ամոթին, մեր դե ֆակտո վարչապետին, Փաշինյանի impeachment-ի թեմային, այսպեսի մի կարծիք է շրջանառվել նաև, որ այդ impeachment-ի թեման բարձրացրել է հենց ինքը Փաշինյանը, այսպես ստուգելու
իր ճակերտավոր ասած պալատականների տրամադրվածությունը տեսնելով իրեն կդավաճանիով կմնե կողքին ու ընդհանրապես սովորական ստուգում է անցկացնում իբրև։ Հիմա ըստ ձեզ ինչ է տեղի ունենում նախ այդ թեմայի շուրջ, impeachment-ի թեման գիտենք ինչքան արդեն էլ ծաղրեցին, էլ ասեցին անլուրջ է, իրականում նաև անլրջության մասին հայտարարություն տարածեցին Քոչարյանի թիմից, հետո Սերժ Սարգսյանը էլի անդրադարձավ դրան, ասեց բա ինչ են որ ասում էիք հաղթելու ենք դա լուրջ էր, հիմա սա անլուրջ է, անգամ ասեց որ կսատարի նույնիսկ Քոչարյանի առաջադրած տեխնոձոին, հիմա ինչու այս հարցում գոնե ընդդիմության դաշտում այսպես համ ասում են մենք կսատարենք ցանկացած տեխնոձոյի, հետո հաջորդ վարքյանին ստացվում է որ չէ տեխնոձոն էլ Նիկոլ 2 է, բոլորս էլ հստակ գիտենք ու մասն է խոսքը, ինչ որ էլի ասում ենք չզարմանանք, բայց հերթական անգամ զարմանում ենք։ Ինչպիսի շախմատային հետաքրքիր խաղ է այս պահին խաղարկվում իրականում ընդդիմադիր դաշտում, որ նույնիսկ այդ միավորվածությունը չկա, հայտարարում են, էլի ասում են չէ, չեղարկում են իրանց հայտարարածը։ Տեսեք, որևէ մեկի որևէ բանում չմեղադրելով ընդդիմադիր ամենևին ընդդիմադիր քաղաքական դաշտը խնդիր ունի քաղաքական ամբիցիաների եւ հիմա այն պահն է, որ մենք պետք է բյուրեղանանք եւ մաքրվենք այդ ամբիցիաներից։ Երբ պատիվ ունեմ խմբակցությունը, Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ չունեն սեփական տեխնացուն եւ պատրաստ են միանալ ցանկացած տեխնացուի քննարկմանը, դա չի խոսում այդ մասին, որ Հանրապետական կուսակցությունում չկան տեխնացուներ։ Կան, հավատացեք, բնականաբար կան ու կան շատ խելացի ունակ մարդիկ, ովքեր կկարողանան հանեն երկիրը այս վիճակից եւ այդ տեխնացուն Սերժ Սարգսյանը չէ։ Հենց սկզբից ասեմ, որպեսզի շահարկումների մեջ չմտնենք։ Impeachment-ը սահմանադրորեն ընդունված անարյուն միակ ճանապարհն է, որով կարելի է փոխել իշխանություններին։ Երբ սկսում է շահարկել թվային այդ գումարում հանումը, որ ստորագրությունների քանակը անբավարար կլինի, ամեն ինչ պետք է լինել գործընթացի մեջ։ Երբ սկսվի քննարկվել impeachment-ի գործընթացը, երբ քննարկվի միասնական վարչապետի տեխնացուի անունը, երբ լինի համաձայնություն այդ անվան շուրջ, հավատացեք, Նիկոլ Փաշինյանի կողքին եղած շատ մարդիկ շատ լավ հասկանում են, որ նրանք հայտնվել են չեմ ասի քաղաքական թրաֆիկինգի մեջ, որովհետև նրանք շատ լավ գիտեն, որ քաղաքական թրաֆիկինգի մեջ են, նրանք հայտնվել են կյանքից դուրս մնալու վտանգի մեջ, որովհետև ինչ որ պահի վերջանալու է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ոչ այսօր վաղը մի քանի ժամանակ հետո հաստատ վերջանալու է, ել չեմ ասում, որ իմ խորին համոզմամբ դա վերջանալու է անսպասելիորեն բոլորիս համար։ Եվ բնականաբար շատ մարդիկ կարողանալու են մտածել իրենց ապագայի այս երկրում իրենց կյանքը շարունակելու մասին, հավատացեք միանալու են։ 18 թվականին ոչ ոք չէր կարծում, որ Հանրապետական կուսակցության շարքերում ոչ կուսակցականների մեջ կլինեն մարդիկ, ովքեր շատ ինքնակամ կքվեարկեն կողմ։ Խոսքս հենց նույն Ֆելիքս Ցոլակյանի մասին է, ով համարվում էր Սերժ Սարգսյանի մտերիմը, Սերժ Սարգսյանի կողքին էր եւ նա շատ անսպասելիորեն որոշեց լինել այսպես կոչված ժողովրդի սրտի պատգամավորը, իսկ ինչ կարծում, ինչու նույնը չի լինելու։ Ես ունեմ այն համոզմունքը, որ impeachment-ի մասին ինչքան շատ խոսենք, այդքան ավելի ենք հասկանալու նրա իմաստը եւ նրա անհրաժեշտությունը։ Եվ impeachment-ը լինելու է համադրված։ Impeachment-ը այնպես չէ, որ մենք նստելու ենք հեռուստացույցը միացնենք, նայենք ինչպես քվեարկեցին։ Բնականաբար պետք է լինի փողոցային ճնշում։ Բնականաբար պետք է լինի պահանջ։ Այս պահին մենք պահանջը տեսնում ենք ազնական զրույցներում, Facebook-յան գրառումներում, ինչ որ հանդիպումների, սեղանի շուրջ քննարկումներում պահանջը կա եւ պահանջը շատ մեծ է։ Այս օրերին արդեն 2 ամիս է Սրբազան պայքարի երիտասարդները անում են չեմ վստահում ակցիան Երևանի եւ մարզերի տարբեր շրջաններում եւ մենք տեսնում ենք այդ մարդկանց ահռելի մեծ քանակը, ովքեր դեմ են Նիկոլ Փաշինյանին։ Եթե այս ամենը համադրվի, հասկացեք, մենք չենք
ուզում, որպեսզի Հայաստանում լինի քաղաքացիական պատերազմ։ Մենք այնքան բանի միջով ենք անցել, որ մեզ մենակ մնում էր, որ հայը հայի վրա կրակի, չնայած հունիսի 12-ին մեր վրա նետեցին այդ նռնակները, բայց այնուհանդերձ հայը հայի դեմ չենք ուզում, որ դուրս գա, բայց որպեսզի կարողանանք քաղաքակիրթ այս իրավիճակից դուրս գանք, անհրաժեշտ է փողոցի ճնշում եւ օրենքի սահմաններում գործընթացներ, որոնցից մեկը իմպիչմենթն է։ Բայց գիտեք, այս պահի դրությամբ ընդդիմադիր դաշտի այդ փոխադարձ բառային գրակոչները որ կան, այդ արանքում տուժում է իրականում Էդգար Ղազարյանի կազմակերպած հենց նախաձեռնությունը ու անլրջացվում է, այսինքն կողմերն են փորձում անլրջացնել, հիմա ես չեմ կարող ասել նա թե նա ավելի շատ, որ ավելի քիչ, ամեն դեպքում անլրջացվում է եւ այս պահին կարծես էլի կան արձագանքներ, որ հա դե լավ ոչինչ, կգնան ազգային ժողով կգա, էլի չեն ընդունի, էլի կփակվի այդ հարցը, որովհետեւ ժամկետները սուղ են, բոլորս էլ գիտենք, համենայն դեպս դաշտում հասկանում են ինչի մասին է խոսքը ու ուզում ենք ժողովրդին էլ տեղ հասցնենք, որ այդ ձեր ասած փողոցային այդ ճնշումը, բռնկումը լինի, բայց դա մարել է այս պահին։ Նախադրյալներ կան ըստ ձեզ, որ դա կշարունակվի։ Իհարկե կան եւ կան ուժեր, ովքեր լուրջ նախապատրաստվում են դրան, բնականաբար եթերից ասելու չէ եւ եթերում շատ կարտեր բացելու չէ, բայց մեկը չէ, երկուսը չէ, քաղաքական դաշտը պատրաստվում է փողոցային ընդվզման, բայց ես ուզում եմ այստեղ մի փոքր ճշտում մտցնել ձեր մտքին, ժամանակը սուղ է մինչև արտահերթ ընտրությունների օրը, մինչև արտահերթ ընտրություններից անգամ 2 օր առաջ կարելի է անել իմպիչմենթ, որևէ ձևով օրենքը մեզ չի պարտադրում, ժամկետ չի տալիս, իսկ անդունդի եզրին կանգնենք նոր էլի։ Այդ անլրջացնելու պահը հենց արդեն գալիս է Նիկոլ Փաշինյանի թիմից, տեսեք, Հովիկ Ղազարյանը դաշտ նետեց Էդմոն Մարուքյանի անունը, փորձելով առաջին ինչ-որ ծուղակի նման մի բան ստեղծել, երկրորդը այո, բառից բուն իմաստով անլրջացնել, որովհետև մի կողմ դնելով Էդմոն Մարուքյանի հետ ունեցած մեր գործընկերային անցած ճանապարհը, հա մենք եղել ենք падգամավորներ նույն գումարման ազգային ժողովում, այս 7 տարիները ցույց տվեցին, որ Էդմոն Մարուքյանը կառավարելի է Նիկոլ Փաշինյանի կողմից եւ ոչ միայն նա է կառավարելի։ Բնականաբար այստեղ շատ վարկածներ կան, ինչու հենց Էդմոնը, ինչու հենց Հովիկ Ղազարյանից կողմից եւ այլն, բայց այս այն քայլներ, որով ուզում են անլրջացնել իմպիչմենթը։ Ինչ վերաբերում է երկրորդ նախագահի թիմին եւ Հայաստան խմբակցության հայտարարությանը, որ այս պահին չենք տեսնում նախադրյալներ իմպիչմենթի համար, ես կարծում եմ, որ ժամանակի եւ գործընթացների հետ մեկտեղ նրանք կփոխեն իրենց կարծիքը, որովհետև ես ունեմ շատ ընկերներ Հայաստան խմբակցությունից, նրանք շատ կարգին հայրենասեր մարդիկ են եւ բնականաբար եթե չլինի անգամ խմբակցության որոշում, իսկ վստահ եմ, որ կլինի, նրանք կմիանան իմպիչմենթին։ Իմպիչմենթը կրկնում եմ, այդ քաղաքակիրթ ճանապարհն է, որով մենք պետք է գնանք։ Այդ ճիշտ ուղին է, որպեսզի մենք վերջնական մեր երեսը կարողանանք պահենք, հա մեր դեմքը չկորցնենք։ Ես լիահույս եմ, որ մենք առանց ինչ-որ մեծ ընդվզումների կարողանանք ունենալ այն, ինչ պետք է որ ունենանք։ Ըստ ձեր վերլուծության այս պահին գոնե բանակցություն կա ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև, գոնե այս առումով միասնական թեկնածու էլի առաջադրելու։ Ես դժվարանում եմ ասել, բայց տեսեք նույն Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ պատրաստ են պաշտպանել Ռոբերտ Քոչարյանի թիմից որևէ մեկին անգամ քայլ է։ Դա արդեն սկիզբն է քաղաքական կոնսուլտացիաների։ Կոնսուլտացիաները կվերաճեն ավելի լուրջ հանդիպումների եւ կգան միասնական այդ եզրակացությանը ցույց կտա ժամանակը, բայց եւ այնպես ես ուզում եմ մի քիչ ինքս ինձ էլ հակասեմ, հա իմպիչմենթը այո իրոք սահմանադրական ճանապարհն է, բայց միակ ճանապարհը չէ։ Միակ ճանապարհը չէ, եթե մենք կարողանանք ժողովրդի ալիքը բարձրացնել այնպես, ժողովրդից հասումը այնպեսին լինի, որ պահանջվի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այդտեղ փողոցում կծնվի այդ թեկնածուն, հավատացեք։ Արդեն դրա ժամանակը չի լինի մտածելու, թե ով թիմից է, ով բերեց Նիկոլին, ով չբերեց Նիկոլին, 18 թվականին ով էր հրապարակում, ով էր Facebook-ում, ով էր ֆեյքերին ում վրա աշխատացնում, հա։
դա դեռ խոսվելու է։ Ինքներս մեզ համար, որպեսզի մենք վերջնական ստանանք պատասխանները, հանգստանանք եւ գնանք առաջ, խոսվելու է, բայց հիմա չէ դրա ժամանակաշրջանը։ Հիմա ցանկացած խոսակցություն, որը տեղի է ունենում հիմնականում երկրորդ նախագահի կողմնակիցների դաշտում, Նիկոլ Փաշինյանի գծի մեջ է։ Հասկանում են, թե չեն հասկանում, նրանք այսօր մատուցում են ծառայություն Նիկոլ Փաշինյանին, ինչը անընդունելի է։ Ես ցավով եմ սա նշում, ընկերներ, կնստենք, կխոսենք, իրար կհասկանանք, այլ կերպ չի լինելու, շարունակելու ենք բոլորս այս երկրում ապրել, բայց եկեք մի հատ աղբը մաքրենք։ Կուզենայի անդրադառնանք նաև այս շաբաթ պարտադիր զինվորական ծառայության մասին քննարկված նախագծին իրականում, որը պետք է դեռ մտնի ազգային ժողով, իհարկե հաստատման շատ եթե ոչ զավեշտալի, էլի չեմ ուզում ինչ-որ տարբերակումներ տամ կամ բնորոշեմ, ամեն դեպքում կազմաքանդումը սկսված է հայկական բանակի եւ այն բնորոշումը, որ արդեն տրվել է ընդհանուր դաշտում, աղքատների բանակ են դարձնում, դա տեսնում ենք, որ իրականություն է, համապատասխանում է իրականությանը ամեն դեպս ինչու նախ առաջին հերթին բացի այն, որ միլիոնավոր գումարներ պետք է տաս, որպեսի իբրև ծառայես այնքան ամիս, նաև հերթական ավելի սարսափելի բանը, որ մինչև 16 տարի լրացած քաղաքացին կարող է քաղաքացիությունից հրաժարվել 15 միլիոն դրամով եւ ինչ ուզում է անել։ Այնպեսի տպավորություն, որ մենք երկիրը աճուրդի ենք հանել, առաջինը մեր տղաներին ենք արդեն աճուրդի հանել, իբրև մյուսներին կվճարենք դրա համար, կգան պայմանագրայիններս այնքան կալամբուր են ստեղծել այս ամեն ինչից, որ ուզում ես հասկանաս, լավ, սրա տակ ինչ կա թաքնված, էլի քանդեցիք, էլի արեցիք, վերջը։ Շատ ցավոտ թեմա եք բացում, բայց այդ ցավոտ թեման ավելի ցավոտ է, եթե նայում ես ուրիշ կողմից։ Եթե Հայաստանը ճանաչվում է ագրեսոր, իսկ ամեն ինչ գնում է նրան, Հայաստանին արգելվելու է ունենալ բանակ։ Եվ այդ կազմաքանդումը լինելու է արդեն ոչ մեր ձեռքով, այլ լինելու է միջազգային իրավունքի ուժով։ Եվ ինձ թվում է Նիկոլ Փաշինյանի այս նախաձեռնությունը ընդհանրապես բյուջեն լցնելու ինչ-որ մի ձև է կամ ուշադրությունը շեղելու մի ձև է, որովհետև տեսեք, մենք ասում ենք աղքատների բանակ, բայց այն բոլոր սարսափները, որի միջով անցավ մեր հասարակությունը, սիրուն բերեցին, նախապատրաստեցին հասարակությանը, որ բանակը վատ բան է։ Ես հիմա կասեմ ցավոտ բաներ։ Սկսած պատերազմի ընթացքից դավաճանական գործողություններից մեր տղաների հանդեպ ես ներողություն եմ խնդրում, բայց պետք է ասեմ, տղաների մարմինները պարկերում, ինչ որ պատվալներում պահելուց, զոհվածների ծնողների հանդեպ վայրագություններից, որոնք տեղի էին ունենում, ասենք մայրերը, ձեռքերը, ոտքերը բռնած քարշ էին տալիս իրենց երեխաների գերեզմանների մոտից, ինչա Նիկոլը գա կողքներով անցնի։ Դատեր են սկսվել զոհվածների ծնողների հանդեպ, հա, Գարիկ Գալեյանը ազատազրկված է անիմաստ մի բանի համար, հա, ջրի շիշը նյարդերը չի դիմացել, ինչ որ ջուրը լցրել, այսինքն տեսեք, դրանից հետո եկավ 25-օրյա հավաքները։ 25-օրյա հավաքների մասնակիցներին տանում են առաջնագիծ, տալիս են չկրակելու հրաման, դա մարդիկ են, ովքեր երկար ժամանակ բանակում չեն եղել, այսինքն մարդիկ, ովքեր չեն մասնակցել պատերազմին, մի հատ էլ այսպես են աչքերը վախեցնում, այսինքն հասարակության մեջ մտցնում են, որ ամեն ինչ վաճառի ինչ ունես, երեխայիդ ազատի, երբ որ ասում են աղքատների բանակ է լինելու, ես հակված չեմ մտածելու, որ աղքատն է, այ աղքատները առաջին հերթին են վաճառելու իրենց ունեցած են ամենա սև օրվա թողածը, ով ինչ ունի, ինչ որ պապական պահած ոսկեղեն ունի, ես ունի, ամեն ինչ կվաճառեն, մեքենա կվաճառեն, տուն կվաճառեն, երեխային հետ կպահեն բանակից, իսկ ով է կռվելու, ով է պաշտպանելու, այսինքն մենք ունենք իրավունք մտածելու, որ պարարտ հող է նախապատրաստվում թուրքական երկու պետությունների համար Հայաստան պետությունը ջնջելու քարտեզի վրայից, իհարկե ունենք իրավունք, ես չեմ ուզում մեղադրել մեր զինվորներին, բայց երբ որ այսօր այցելում ես ինչ-որ զինվորական հաստատություններ կամ խոսում ես ծառայության մեջ գտնված մարդկանց հետ, ընդհանուր ոգին փոխված է, իսկ ոգին ինչից է փոխվում, հրամկազմի ոգին ինչից է փոխվում, ղեկավարներից, երբ որ քո ղեկավարը
քո վրա կրակող թշնամուն արդարացնում է, դու մտածում ես, որ մի կյանք ունես։ Իսկ երբ որ հակառակը քո ղեկավարը առաջինն է խրամատում, դու արդեն կամավոր ամեն ինչ վերցնում գնում ես։ Տեսեք, մեր պատերազմը երբ սկսվեց, ես ապրիլյան էի նկատի ունեմ, չհայտարարվեց մոբիլիզացիա, բայց ինչքան կամավորներ մեկնեցին եւ շատ կարճ տևեց։ Այդ նույն ոգով եղավ 44-օրյայի սկիզբը։ 44-օրյայի վերջը այդ դրսից ուղարկված գումարների, օգնությունների մսխումը, այդ ընթացքը, որը մենք տեսանք, որ բացարձակ անտերության էր։ Ես ճանաչում եմ մարդիկ, ովքեր զինապարտ չէին, ամեն առավոտ հիմնադրամին փոխանցում էին 20,000 դրամ, որպեսզի ինչ-որ ձևով իրենց մեղքը, պարտքը պետության առջև կարողանային փակած լինեին։ Հիմա նրանք դա չեն անելու, հիմա չեն գնալու պատերազմ, որովհետև ինչքանով հնարավոր եղավ, ես չեմ ասում բոլորի մոտ, բայց ինչքանով հնարավոր եղավ, ցույց տրվեց, որ առաջինը, եթե դու զոհվես, քո ընտանիքը չի ունենալու պետական հոգացություն, չի ունենալու ապահովություն, հակառակը նրանք քարշ են տալու, դատելու են, կտանքների են ենթարկելու։ Երկրորդը, եթե դու չզոհվես էլ անգամ, մի մեծ հերոսություն չես անում, դու կարող ես գերի ընկնես, քո մասին մոռանան հուրհավիդյան, քեզ հայտարարեն դիվերսանտ, քո պետությունը ձեն չհանի, ընդհանրապես որևէ բան չանի։ Այսինքն ինչ է ստացվում։ Երիտասարդը, որը նոր է կյանք մտնում, նրա ծնողները, ովքեր մեծ ջանքերով մեծացրել երեխային հասցրել են 16 տարեկանի, վճարելու են այդ գումարը, սկզբից քաղաքացիություն են հրաժարվելու։ Եթե չհասցնեն, վճարելու են այդ գումարը, չեն ուղարկելու։ Նիկոլ Փաշինյանի բանակ մարդիկ չեն գնալու։ Ասածս հենց դա է, որ քանի դեռ կա Նիկոլ Փաշինյանը, չկա ապագա։ Այդքան իրանց այդ կոդավորված բոլոր արտահայտությունները հիմա այլ կերպ են ընկալվում։ Եվ միանշանակ մենք եթե ուզում ենք ունենալ ապագա, մենք պետք է չունենանք Նիկոլ Փաշինյան։ Շնորհակալ եմ հետաքրքրության։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Սիրելի հետևորդներ, եղեք ակտիվ մեր Facebook-ում, YouTube-ում, նաև Patreon-ում, շաբաթվա անցուդարձին առաջինը եւ մշտապես հետևելու համար։ Կհանդիպենք։ Նոր սարդարապաշտություն եւ մեզնի յուրաքանչյուրը պարտավոր